Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնիկ Թուաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Դատախազությունը կբողոքարկի վեհափառի գործի վերաբերյալ որոշումը, ինչ է պահանջում։ Եկեղեցին քաղաքական պայքարի նոր ճակատ, ինչ դրույթներ է ներառել քաղաքացիական պայմանագիրն իր ծրագրում։ Առաջադրումների ժամկետի առաջին օրը թեկնածուներ չեն գրանցվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրամասներ է հայտնել։ Թրամփի սպառնալիքն արդեն իրականություն է, ինչ է կատարվում Հորմուզի շուրջ։ Տապալված բանակցային փուլ Իսլամաբադում, ով շահեց ու ով պարտվեց։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Գարեգին երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացմանն է։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ դատարանը բավարարել է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական թիմի միջնորդությունը։ Ավելի վաղ քննչական կոմիտեն Գարեգին երկրորդի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել բացակայելու արգելքը, ինչի պատճառով նա չկարողացավ մեկնել Վրաստան մասնակցելու Իլիա երկրորդի հուղարկավորության արարողությանը։ Կարգալույծը եկեղեցու ներկայացուցիչ Արման Սարոյանին նախկին Գևորգ եպիսկոպոսին նշանակել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ Մայրաթորն անդրադարձել է այս նշանակմանը, հայտարարել են նշանակումը, որը կատարված է առանց եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական եւ խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ եւ չի կարող ներկայացնել հայոց եկեղեցին ոչ կանոնական, ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգություն է հայոց եկեղեցու ինքնավարության եւ ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Այս ամենին զուգահեռ եկեղեցու շուրջ մեկ այլ վտանգավոր նախադեպ է ձևավորվում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է դրույթներ, որոնք վերաբերում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման համակարգին, սկսած կաթողիկոսի հեռացումից եկեղեցական կանոնադրության փոփոխություն։ Սակայն այս նախաձեռնությանը բուռն են արձագանքել թե հոգևորականները, թե իրավապաշտպանները։ Նրանք պնդում են, պետությունն ու քաղաքական ուժերը իրավունք չունեն միջամտելու եկեղեցու ինքնակառավարման, իսկ ծրագրում տեղ գտած դրույթները կարող են հակասել սահմանադրությանը եւ խղճի ազատության հիմնարար սկզբունքներին։ Այսպիսով ընտրական դաշտում ձևավորվում է մի նոր հակադրություն, որտեղ քաղաքական օրակարգն արդեն հատվում է հոգևոր համակարգի հետ։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական դաշտ է տեղափոխում նաև եկեղեցական հարցերը։ Իշխող ուժի ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգում կոչվող նախաձեռնությունը ընտրողին առաջարկում է դիրքորոշում հայտնել ոչ միայն իշխանության, այլև եկեղեցական կառավարման հարցերի վերաբերյալ։ Ճանապարհային քարտեզում նշված է կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները իրենք 8 տարի արդեն իշխանություն լինելով չեն պատկերացնում, ասենք, իրենց լիազորությունների շրջանակը։ Քաղաքական ուժն իրավունք չունի միջամտել եկեղեցու կյանքին եւ նման ծրագրեր ներկայացնել, պնդում են նաեւ իրավապաշտպանները։ Անկախ նրանից դա պետության ղեկավարի գործառույթների շրջանակներում, թե նախընտրական պայքարում, թե նախընտրական ծրագրում, միևնույն է այդ բոլոր գործընթացներում այդպիսի ամրագրումը կամ այդպիսի քայլերը հակասահմանադրական են որպես այդպիսին։ Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանը նշում է, որ դեռ սկզբից պարզ էր եկեղեցու դեմ իրականացվող ամբողջ գործընթացը հակասահմանադրական է։ Պետությունը որպես կառույց զատ է եկեղեցուց եւ կրոնական կազմակերպության ներքին կանոնակարգերին միջամտելու իրավունք չունի։ Ալեքսանյանի կարծիքով այս ամենին հակազդելու հիմնական ճանապարհը քաղաքացիական պայմանագրի քայլերի բացահայտ մերժումն է եւ հակասահմանադրական լինելու բարձրաձայնումը։ Մերժել քաղաքացիական պայմանագրի եւ ընդհանրապես եթե մյուս քաղաքական ուժերն բոյկոտեին այդ ապօրինությունը, որի իրավունքը չունի, այն քաղաքական ուժերը, որոնք
հայտ ունեմ ներկայացնելու ընտրությունների ընտրապայքարի մեջ։ Միաժամանակ նա չի կարծում, թե իշխող կուսակցությունը կկարողանա շահել այս դրույթներից։ Մենք տեսանք, որ ժողովուրդը մերժում է եկեղեցու դեմ իր ապօրինի արշավը։ Հիմա նախընտրականի մեջ է, մտրել չեմ կարծում, որ շահելու է դրանից Նիկոլ Փաշինյանը եւ իր մերժված քաղաքացիական պայմանագիրը։ Դեռևս օրեր առաջ Մայրաթորը արձագանքել էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրին, նշելով, որ եկեղեցուն վերաբերող դրույթները սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար իրավունքների բացահայտ ոտնահարում են։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայրաթորը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը եւ եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր կանոնական դատանտիրույթում են։ Ուստի եւ դուրս են քաղաքական կուսակցությունների եւ պետական իշխանության իրավասություններից։ Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակությանը, Տեր Վրդանես Քահանա Բաղալյանն ընդգծում է, որ այն որևէ առնչություն չունի ազգային իղձերի եւ նպատակների հետ։ Իրենք բովանդակային առումով լկտի են, անօրեն են եւ ոչ հոգևոր են։ Ակամայից ասենք տպավորություն է ձևավորվում, որ այս մարդիկ ասենք վերընտրվում են սպասարկելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում։ Քահանան նաև շեշտում է, եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի Սուրբ Հոգով եւ ծառայում է ազգային ու հոգևոր արժեքներին, մինչդեռ քաղաքական միջամտությունը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաբարոյական։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել։ Մեզ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ Հիշեցնեմ, որ մեկնարկել է ազգային ժողովի հերթական ընտրության առաջադրումների փուլը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը։ Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ գործող 129 կուսակցություն կա։ Նախընտրական եռուզեռի թեժ փուլում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարների հետ, նրանց հետ քննարկել տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր, խնդրել է վերանայել 200,000 դրամից քիչ աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձերը, որպեսզի նրանք էլ կարողանան օգտվել առողջության պարտադիր ապահովագրության ծրագրից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև գործարարներ, որոնք իրենք էլ նախկինում ակտիվ քաղաքականության մեջ են եղել։ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյան, Միքայել եւ Կարեն Վարդանյան եւ այլք։ Հանդիպանը ներկա է եղել նաև Գոհար Աբաջյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը։ Մոտ 1 տարի առաջ նա նշանակվել է ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն։ Իսկ հայկական սփյուռքի առաջնահերթությունը ազգային անվտանգությունն ու համահայկական համախմբումն է։ Փարիզում կայացած Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի վերջում մասնակիցները հրապարակել են կոչ հայտարարություն։ 26 երկրներից ժամանած ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ազգային օրակարգն ու առկա մարտահրավերները։ Խորհրդաժողովի մասնակիցները կարևոր են համարել Հայաստանի պետականության հզորացումը, Արցախի հարցի միջազգայնացումը, գերիների վերադարձը, ազգային ինքնության պահպանումը եւ Հայաստան-Սփյուռք ռազմավարական նոր հարաբերությունների կենսունակությունը։ Հայտարարությամբ նաեւ քննադատել են գործող իշխանության վարած քաղաքականությունը, այն գնահատելով պառակտիչ եւ համազգային շահերին հակասող։ Խորհրդաժողովի մասնակիցները կոչ են արել համախմբվել ազգային օրակարգի շուրջ եւ փոխել Հայաստանի զարգացման ներկայիս քաղաքական ուղեգիծը։ Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաեւ քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Առանձնացրել վիճակագրական տվյալներ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի հասարակության ակնկալիքները ընդհանրապես Հայաստան պետությունից եւ քաղաքական ուժերից, ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը ինչ է ուզում։ Սուրքում այլ պատկեր է, աղճատված պատկեր է, բայց ես իրականում ասեմ, ես զուտ ուզում էի եւ Գարմիկի եւ Նիկոլ Գասպարի եւ Պարոն Զավյանի ասածների անդրադառնալ շատ հակիրճ։ Հայաստանի հասարակության 35%-ի, իսկ դա բավական մեծ թիվ է, 35%-ի թիվ 1 խնդիրը Հայաստան պետության հետ կապված կրթական համակարգի ցածրորակ լինելն է։ Եվ այստեղ է, որ մենք որպես ազգային անվտանգության ռազմավարություն տանում ենք տվել ամեն ինչ։ Եվ միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով։
Երկրորդը 28%-ով սրանք իրական վիճակագրական սոցիոլոգիական տվյալներ են, 28%-ով ենթակառուցվածքների բացակայությունն է, այդ թվում նորանոր տեխնոլոգիաների կամ նորարար տեխնոլոգիաների չկիրառման խնդիրը։ Անհատական անվտանգության խնդիրը ընդհանրապես հուզում է հայաստանցիների տեսեք 21%-ին, այսինքն յուրաքանչյուր 5-ից 1-ին է հետաքրքրում։ Արցախի հարցը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանողության հարցը 6-րդ տեղում է։ Սրանք տվյալներ են ընկերներ, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք եւ առանց գիտական, ռացիոնալ տվյալների ճշգրիտ ուսումնասիրման մենք իրավունք չունենք եզրակացումներ անելու։ Իսկ պաշտոնական Երևանի առաջնահերթությունը խաղաղությունն է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում էլ փոքր ժեստերը երբեմն ավելի մեծ աղմուկ են բարձրացնում, քան պաշտոնական հայտարարությունները։ Բաքվում հանդիպումներից հետո սոցիալական հարթակներում հայտնվում է անսպասելի մի պատկեր։ Ադրբեջանցի օգտատերը հայ հարևանին հրավիրում է շախմատ խաղալու։ Սա հաշտեցման նշան է, թե պարզապես դևականություն խորքային խնդիրների ֆոնին։ Մինչ քաղաքացիական մակարդակում փորձում են կամուրջներ կառուցել, քաղաքական եւ անվտանգային իրականությունը շարունակում է հիշեցնել, անդունդը դեռ փակված չէ։ Խաղաղության կամրջի շրջանակում կազմակերպված հանդիպումներն ամփոփել է Անի Աբաղյանը։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ինչ կարծիք ունես սրա մասին։ Երբ Ադրբեջանը ամեն օր Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն, թող այս հարցին պատասխանեն, թող իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջև առաջացած մեծ անդունդը չեն կարող լցնել մի քանի հանդիպման արդյունքով, կարծում է Արեգ Քոչինյանը, որ ապրիլի 12-ին է վերադարձել Բաքվից։ Հարյուրավոր պատճառներ կարող ենք նշել, թե ինչու է փոխադարձ այցելությունները պետք է տեղի չունենան, եւ ես կարող եմ ընդհանրապես մեկ պատճառ նշել, թե ինչու է այցելությունները պետք է տեղի ունենան, որտեղ իմ գնահատմամբ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Բայց Ստեփան Հասանջալալյանը խաղաղության հասնելու ճանապարհին քանի դեռների խումբ է ներկայացնում։ Քանի Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, ապօրինաբար պահում է հայ գերիներին, քանի դեռ Արցախը օկուպացված է, քանի արցախցիները բռնի տեղահանված են։ 5-րդ, քանի դեռ Ադրբեջանում արկա է ռասայական խտրականության, ատելության դրսևորումներ, քաղաքականություն, ազգությամբ հայերի նկատմամբ, 6-րդ, քանի դեռ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ ատելություն են սերմանում, տարածում ազգությամբ հայերի նկատմամբ։ Այդ ատելություն տարածելու մասին խոսել են Բաքու կատարած այցի ընթացքում։ Բորիս Նավասարտյանն է ներկայացնում։ Մեզ վստահեցնում էին, որ այդ գործընթացը, այդ դինամիկան այո կա, այսինքն դրական վերաբերմունքը հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության հաստատման ակնհայտ է։ Ադրբեջանական լրատվամիջոցներից Ազերթաջ Ալիքում մի քանի հաղորդում կա հայերի եւ ադրբեջանցիների հանդիպումների մասին։ Երկուսում գեթ 1 դրական մեկնաբանություն չկա, մյուսում առհասարակ մեկնաբանություններն են բացակայում։ Սա Facebook-յան հարթակում։ YouTube-ում տպավորություն է, թե մեկնաբանությունները ջնջված են։ Օրինակ, այս տեսանյութի տակ ցույց է տալիս մեկ մեկնաբանություն, որը չի բացում։ Հայկական լրատվամիջոցներից պետական ֆինանսավորմամբ գործող Armenpress-ի մեկնաբանությունում ադրբեջանցիներից մեկը ներկայանում է Հայաստանում ապրող անանուն օգտատիրոջ նոր հարևանն ու հրավիրում հաղթանակի զբոսայգում շախմատ խաղալու եւ իր խոսքով մի բան խմելու։ Մեր հերարցակած ուղիղ եթերում ոչ մի մեկնաբանություն չի եղել, իսկ մեկ այլ լրատվամիջոցի ուղիղ եթերում այսօրվա խմբին, որ ամփոփում էր այցը, անթասիբներ են կոչել։ Ստեփան Հասանջալալյանի խոսքով ադրբեջանական լրատվամիջոցները գրաքննվում են եւ այս փուլում հնարավոր է վերահսկողության տակ առնեն օգտատերերին։ Ադրբեջան ժամանած խմբի 4-րդ հանդիպումն է եղել ապրիլի 10-ից 12-ին։ Քաղաքասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ։ Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանին ադրբեջանական սահմանամերձ գյուղերում ստեղծված պատկերն է հուզել։ Ադրբեջանական այն գյուղերը, որ հարևան են Հայաստանին, իմ տպավորությամբ շատ ավելի են տուժել նաև եւ շատ ավելի սենց բան սահմանային եւ նույնիսկ ֆրոնտի, առաջնագծային տեսք ունեն, որովհետեւ ճանապարհների շուրջ այդ հողային պատնեշներն էին, ցանկացած սահմանային գյուղ, որ մեր մտնում ենք, առաջին տպավորություններից մեկը այն էր, որ այնտեղ
նաև իրենց կողմից զոհվածների նկարներն էին եւ այդ հուշատախտակներն էին, որ նույնպես տպավորիչ էին։ Հայաստանում սահմանամերձ գյուղերից Սյունիքի մարզի ներքին Հանդ գյուղի գերեզմանոցն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Բնակիչները մամուլի հետ զրույցում ընդգծում են, չեն կարողանում այցելել իրենց գերեզմանները։ Իսկ 2025-ին ադրբեջանական կողմը կրակում էր նաև Սյունիքի Խնածախ ու Խոզնավար գյուղերի վրա։ Տների տանիքներ, ջրատաքացուցիչներ են վնասվել, նաև մանր եղջերավոր անասուններ։ Մելիքսեթյանն ասուլիսին խոսել է Հայաստանի շրջափակումից դուրս գալու ծրագրից, նշել, որ Բաքուն կարևորում է թրիփը։ Նաև կարծում է, թե Հայաստանի փակ սահմաններ ունենալը հայերի հոգեբանության վրա ազդեցություն է թողել։ Ինչու են մեր ճանապարհները եւ որ ասում եմ այս խնդիրները մենք ունենք, որովհետեւ մենք սովորել ենք փակ սահմաններին, մենք տրանզիտային երկիր չենք դարձել, ու երբ որ տրանզիտային երկիր չես, դու չես մտածում այդ ճանապարհների որակի մասին, որ դու ունենաս մրցունակություն այս դաշտում, եւ սա շատ կարեւոր է, որ մենք նաեւ ադապտացվել ենք այս հոգեբանության հետ եւ Բայց երբ շրջում ենք Երևանում եւ մարզերում, քաղաքացիները անդադար խոսում են ճանապարհների որակի մասին, պահանջում լցնել խրամատի նմանվող փոսերը։ Կատաստրոֆիկ փողոցների մասին էլ չասեմ։ Խայտարակություն աղջիկ ջան, խայտարակություն։ Քաղաքասարակության ներկայացուցիչները խոսել են նաև գերիների վերադարձի մասին։ Մենք չենք առանձնացնում ռազմաքաղաքական եւ այլ, մենք ընդհանուր առմամբ պահվող անձանց մասին ենք խոսում եւ նորից եմ կրկնում, մեր մոտեցումը հետեւյալն է, չի տեղավորվում այլևս այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Ադրբեջանցիները բարձրաձայնել են նաև անհետ կորած անձանց վերադարձի հարցը, խոսել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունից ու ցույց տվել ակնհայտ հետաքրքրվածություն։ Անիա Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Գլխավոր դատախազության մոտ այսօրվանից մեկ շաբաթյա նստացույց է սկսվել Սուրբ Աննա եկեղեցում սկանդալի համար կալանավորված պատանուն ազատ արձակելու պահանջով։ 18-ամյա Դավիթ Մինասյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով մի քանի մայրեր ամեն օր մինչև երեկո ժամը 20-ը կմնան դատախազության մոտ, թեև գլխավոր դատախազությունը անցած շաբաթ մերժել էր մանկուց հիվանդություններ ունեցող տղային ազատել կալանքից։ Տղան հիվանդանոցում է, նստացույցի նախաձեռնող Սաիդա Պողոսյանն ասել է, որ իրենց նպատակն է թույլ չտալ, որ Դավիթը կրկին տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայդրությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի եւ այս պայդրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել եւ ներգրավել շատ մարդկանց այս հացի շուրջ ուշադրություն գրավելու համար։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ, մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Սպանություն է տեղի ունեցել Կոտայքում ժամը 12-ի սահմանում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նայիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայր, որտեղ գտել են տղամարդու դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը Մրգաշեն գյուղի բնակիչ 52-ամյա Արթուր Ավագյանն է։ Ըստ Գագիկ Շամշյանի դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել, ու նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություններ եւ աշխատում էր որպես ատամնաբույժ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ուժի մեջ է մտել Թրամփի խոստացած Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի իրանական նավերը, որոնք կփորձեն խախտել ծովային շրջափակումը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ արձագանքել է սպառնալիքներին, նշել, որ Վաշինգտոնը չի քաղել անհրաժեշտ դասերը։ Նրա խոսքով բարի մտադրությունները բերում են բարի արդյունքների, իսկ թշնամանքը նոր հակասությունների։ 21 ժամ տևած բանակցություն, բայց ոչ մի համաձայնություն։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Իսլամաբադում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումը ավելի շատ հարցեր թողեց, քան պատասխաններ։ Տասնամյակների լարվածությունից հետո սա պետք է դառնար բեկումնային փուլ, սակայն կողմերը հեռացան, պահպանելով իրենց կոշտ դիրքորոշումները։ Պաշտոնական հայտարարությունները հակասական են, գնահատականները տարբեր, իսկ իրական արդյունքը դեռևս մշուշոտ։ Մի կողմից խոսվում է տապալված գործընթացի մասին, մյուս կողմից
խաղաղարական հաշվարկների։ Ինչ տեղի ունեցավ Իսլամաբադում, ով շահեց ու ով պարտվեց, Սեդա Կիրոյանի ռեպորտաժում։ 21 ժամ բանակցություն, տասնյակ պաշտոնյաներ եւ տապալված գործընթաց։ 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև առաջին բարձր մակարդակի բանակցային մարաթոնից հետո կողմերը լքեցին Իսլամաբադը, սկսելով մեկ այլ մարաթոն՝ հայտարարությունների ձևաչափով։ Կարծում եմ սա ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացել է Իրանի տրամաբանությունն ու սկզբունքները, եւ ժամանակն է, որ նրանք որոշեն՝ կարող են մեր վստահության արժանանալ, թե ոչ։ Մենք բանակցություններ ենք վարում։ Ինձ համար տարբերություն չկա, կկնքենք համաձայնագիր, թե ոչ, քանի որ մենք հաղթել ենք։ Բանակցային գործընթացի մեկնարկն անգամ խոսում էր այս փուլում դրանց տապալման մասին։ Նախ Միացյալ Նահանգներն Իսլամաբադ ժամանեց մեկ օր ուշացումով։ Դիվանագիտության մեջ նման մանրամասները հաճախ ավելին են, քան պաշտոնական հայտարարությունները։ Բանակցային տեսանկյունից սա դասական մոտություն է, այսինքն դու ստիպում ես քո վիզավին, որ նա քեզ սպասի։ Միջուկային ծրագիր, ռազմական ակտիվներ, Հորմուզի նեղուց։ Այս հարցերն էին, որոնց շուրջ կողմերն Իսլամաբադում չկիսեցին նույն կարծիքը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ չնայած իրենք հեռանկարային նախաձեռնություններ էին առաջ քաշել, Միացյալ Նահանգները չկարողացավ շահել իրենց վստահությունը։ Տրամաբանական էր, որ Միացյալ Նահանգների առաջ քաշած պահանջներից հետո իրանական կողմը մերժողական պատասխան է տալու, պնդում է քաղաքագետը։ Այն մթնոլորտը, որ իրանք ձևավորեցին, այն պահանջները, որոնք իրենք առաջ քաշեցին, խոսում են այն մասին, որ ամերիկացիները հետաքրքրված չէին Տրամպի խոսքով գործարքի մեջ բանակցությունների ֆորմալ տապալումը իրենց անհրաժեշտ էր Հորմուզի նեղուցում գործողություններ իրականացնելու համար, ինչը եւ իրենք իրականացնում են հիմա։ Եվ այդ առումով ամերիկյան կողմը հասավ իր նպատակին։ Միացյալ Նահանգները լեգիտիմ հնարավորություն ստացավ միանալու Հորմուզի նեղուցի շրջափակմանը, ինչն ամրապնդեց փորձագիտական կարծիքը։ Բանակցությունը չտապալվեց, այլ ավարտվեց ի շահ Միացյալ Նահանգների։ Բանակցությունները շարունակվելու են, որտեղ երբ որ նեղուցը արդեն ամերիկացիներն են շրջափակում, դա նշանակում է ճնշման միջոց, որ բանակցությունները շարունակվեն։ Խնդիրը բանակցությունների պայմանի մասին է, թե ինչ պայմաններով կարող են գալ համաձայնության։ Պայմանները գոնե պաշտոնական մակարդակում նշել են կողմերը։ Իրանի պետական press TV-ն հայտնել է, որ բանակցությունները փակուղի են մտել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության եւ Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի ծրագրի իրավունքի հարցի շուրջ։ Բայց երբ դուրս են գալիս պաշտոնական ձևակերպումներից, պատկերն ավելի բարդ է։ Բանակցությունները ոչ թե խաղաղության գնալու փորձ էին, այլ ավելի լայն խաղի մաս։ Խաղ, որտեղ կարևոր են ոչ միայն Իրանը եւ Միացյալ Նահանգները, այլ նաեւ գլոբալ էներգետիկ հոսքերը եւ մեծ տերությունների մրցակցությունը։ Այս պատերազմը պետք է դիտարկել ընդհանուր հակաչինական գործողությունների տրամաբանության մեջ։ Հակաչինական գործողություններ, որոնք ամրագրված են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգի մեջ, որը հրապարակվել է դեռևս 25 թվականի տարեվերջին։ Այդ Հորմուզի նեղուցի շրջափակման արդյունքում ամենամեծ դժոխք սուբյեկտը Եվրոպայից բացի լինելու է Չինաստանը։ Հետևաբար ամերիկացիները իրենք գլոբալ առումով իրենց նպատակներին հասնում են։ Այլ հարցը, որ Իրանի համար սա նոր մարտահրավեր է։ Այս բանակցությունները կարող էին դառնալ պատերազմի ավարտի սկիզբ, բայց փոխարենը դրանք ավելի շատ հիշեցնում են նոր փուլի մեկնարկ։ Կողմերը հակադարձ դիրքորոշումներ ունեին եւ ամենակարևորը ցույց չտվեցին, որ պատրաստ են զիջումների։ Կողմերը ներկայացնում են առավելագույն պահանջներ եւ բանակցությունների ընթացքում գալիս են որոշակի կոմպրոմիսների։ Դա բանակցությունների տեխնոլոգիայի մեջ է մտնում։ Այդ առումով բնական է, որ ամեն մեկը փորձելու է մաքսիմալ լքավել։ Իդեպ այս բանակցությունները տեղի ունեցան մի փուլում, երբ երկու երկրները ավելի քան 40 տարի չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ միմյանց հետ շփվում են հիմնականում միջնորդների միջոցով, եւ նույնիսկ այս 21 ժամանոց ուղիղ շփումը չփոխեց այդ իրականությունը։ Մինչ Իրանը Իսլամաբադ էր ժամանել շուրջ 70 հոգանոց պատվիրակությամբ, ամերիկյան թիմը մի քանի անգամ փոքր էր։ Սա եւս ցույց էր տալիս կողմերը եկել են ոչ միայն տարբեր պահանջներով, այլ նաեւ տարբեր հաշվարկներով։ Սեդա Կիրոյանի, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները չեն կարող վատթարանալ Հունգարիայում կայացած ընտրությունից հետո, քանի որ ավելի վատ չի կարող լինել։ Հիշեցնեմ, որ Հունգարիայում տեղի ունեցած ընտրությանը հաղթել է ընդդիմությունը, ռուսամետ Օրբանի կուսակցությունը պարտվել է։
Եվ վերջում, ամերիկացի փոփ աստղ Բրիտնի Սպիրսն ինքնակամ դիմել է կախվածությունների բուժման կենտրոն։ Մարտի 4-ին երգչուհուն ձերբակալել էին ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով։ Այդ ժամանակ Սպիրսի ներկայացուցիչը երգչուհու գործողությունն անվանել էր բացարձական ընդունելի, ասելով, որ լավ կլիներ դա լիներ Բրիտնիի կյանքում վաղուց անհրաժեշտ փոփոխությունների սկիզբը։ Սպիրսը գրեթե 8 տարի չի ունեցել համերգային շրջագայություն և 2016 թվականի Gloria ալբոմից հետո նոր ալբոմ չի թողարկել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։